Siz nasıl Karabağ'a girdiyseniz. Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Այն պահը, երբ նույնիսկ թուրքերի համար է զարմանալի իրենց համար թշնամական երկրի ղեկավարի, իրենց իսկ շահերի սպասարկումը, իսկ հայերի մի ստվար զանգված դեռ զմայլվում է իր փրկչով։ Facebook-ում գրել է երիտասարդ թուրքագետներից Էմմա Արդարյանը, որը հետևում է սոցցանցերում թուրքերի մեկնաբանություններին։ Անցած շաբաթ մետրոյի վագոնում արցախցի կնոջ վրա մատթափ տալու եւ փախացներ կոչելու միջադեպի տեսանյութն են տարածել։ Մոտ 300,000 դիտում կա միայն այս մեկ հրապարակման տակ, հազարավոր լայքեր ու հարյուրավոր մեկնաբանություններ, որոնցից թուրքագետն առանձնացրել է մի քանիսը։ Փաշինյանը զվարճալի մարդ է, բայց նա արդեն ծպտյալ պանթուրքիստ է։ Այս մարդը բացահայտ թուրքի շպիոն է։ Փաշինյանը Բաղչելիից ավելի ազգայնական է։ Նկատի ունեն Թուրքիայի ազգայնական կուսակցության Գորժգայլերի քաղաքական թևի առաջնորդ Բաղչելիին։ Եվ եւս մեկը։ Մի օր այդ նստած մետրոն էլ ենք վերցնելու, այն մերն է։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Բաքվի պետական հեռուստաալիքն արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ պայքարում է Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ռոբերտ Քոչարյանն Sabik prezident öz etrafında böyük koalisiya yaratmağa çalışarak Շունիկին առնչվող թուրքական պլանի վերաբերյալ երկու կարևոր հանգամանք, որոնք պետք է ուշադրությունից դուրս որևէ պարագայում չթողնել։ Zengezur koridorunda bir mütabakat sağlandı. Էրդողանն այսօր կառուցում է հարաբերություններ վաղվա Իրանի հետ, ձևավորելով նոր ռիսկ Հայաստանի համար։ Şii veya Sünni olmamızın Türk, Kürt, Arap ya da Farisi olmamızın Allah aşkına bir farkı var mı? Եվ հարցազրույցներ Էրիխ Ֆանտոբել Շվեյցարիայի խորհրդարանի падգամավոր, եթե արդարություն չլինի Արցախի համար, Հայաստանից կպոկեն ամեն ինչ կտոր առ կտոր։ But if you go too far to have this, then you lose what you had in the last 100 years. Հենրի Թերյո պատմաբան Վիստրի համալսարանից այն ինչ Փաշինյանն առաջարկում է հայերին, նույնն է ինչ երիտ թուրքերն էին առաջարկում ցեղասպանությունից առաջ։ And what he's offering them is the same thing that the young Turks and others did before the genocide. Եվ Էհսան Մոհավեդյան Ալիևը դեռ խոսում է, եթե քայլանի, Պարսից ծոցի արաբական երկրների վիճակում կլինի։ If they want to do anything, we will react as we are doing in Iraqi Kurdistan, in Arab countries, and it's up to them. Բաքվի պետական հեռուստաալիքն արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ պայքարում է Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ընդ որում կարևոր է տեսնել, թե որ հայտարարություններին են հատուկ ուշադրություն դարձնում ու նաև կարևոր է տեսնել, որ հատուկ ջանք չեն թափում հակափաստարկներ հորինելու համար։ Օգտագործում են Փաշինյանի եւ Փաշինյանականների, Արարատ Միրզոյանի եւ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։ Նախ նշենք, որ սա սովորական լրագրող չէ։ Ռովշան Մամադովը Բաքվի պետական հեռուստաալիքի տնօրենն է, ուղղորդվում է Ալիևի կաբինետ եւ սա գնահատական չէ մեր կողմից, սա փաստ է։ Միայն կարող ենք հավելացնել, որ ASTV-ն այնպես է ուղղորդվում Ալիևի կաբինետից, որ սա Ադրբեջանում անգամ ծաղր ու ծանակի թեմա է։ Եվ նախ Ալիևի ոճով Մամադովը Բաքվին վերագրում է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության միջավայր ստեղծողի դերը, հետո պնդում, թե դա գնահատվում է համաշխարհային ասպարեզում եւ միջազգային աջակցություն է ստանում։ Ապա հավելում. այսօր լուրջ աշխարհաքաղաքական բախումները խոչընդոտում են Բաքվի առաջնորդած այս գործընթացները։ Məsələn götürək Ermənistանը։ Օրինակ վերցնենք Հայաստանը, խորհրդանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ կարծես իրականանում են այն կանխատեսումները, որ այդ երկրում քաղաքական թեժացում կլինի եւ որ Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագրի շուրջ սպառնալիք կձևավորվի։ Հայաստանում նախընտրական հայտարարություններն Ալիևի կաբինետում թեժացրել են մթնոլորտը, հատկապես Ռոբերտ Քոչարյանի գործոնի պատճառով։ Պետական հեռուստաալիքի եթերում 7 րոպե վերլուծում են, թե ինչ է ասել նախագահը, որը հիմա վարչապետի թեկնածու է, ինչ է անելու, եթե ընտրություններում Փաշինյանը տապալվի։ Sabik prezident öz etrafında böyük Նախկին նախագահը փորձում է իր շուրջ ձևավորել մեծ կոալիցիա եւ մեղադրանքները հնչեցնում Ադրբեջանի դեմ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության գիծը սխալ է, ասելով նա կարծես մարտահրավեր է նետում Փաշինյանի հետ պատերազմական քաղաքականությանը։ Եթե Հայաստանը 1 տարի անց, 2 տարի անց
Պրագայում Məsələn, Köçeryan tərəfdarları açıq şəkildə 2022-ci ilin Praqa anlaşmasını rədd edirlər. Քոչարյանը բացահայտորեն մերժում է Պրահայի հայտարարությունը։ Նրա խոսքով այնտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով Հայաստանը մեծ հարցականի տակ է դրել ոչ միայն Հայաստանի ճակատագիրը, այլև Ղարաբաղցի հայերի ապագան։ Եվս աշխատող մոդել է։ Հայաստան բլոկunun lideri deyir ki, əgər 2021-ci il seçkilərində xalq ona səs versəydi, Հայաստան դաշինքի առաջնորդն ասում է, որ եթե 2021 թվականի ընտրություններում իրենց ձայն տային, Ղարաբաղի հայերը չէին քոչի Հայաստան։ Քոչվորի համբավով հայտնի խմբերն առանձնահատուկ սեր ունեն հայրին ամեն անպատեհ առիթով քոչվոր կոչելու։ 9 ամիս առանց հաց ու դեղի բլոկադայի մեջ պահելուց հետո հայերի վրա հարձակված քոչվորները պետք է հիշեն, որ առնվազն տարածաշրջանում բոլորը գիտեն ով է։ Եվ դա դրսևորվեց, երբ Իրանի զոհված գերագույն առաջնորդը հայերի հետ հազարամյա հարևանության փաստը նետեց Էրդողանի երեսին։ Արարատ բառի վրա հատուկ շեշտ դնելով Մամադովը սկսում է ներկայացնել Միրզոյանի հայտարարությունը, որով փաստացի Միրզոյանը միանում էր Փաշինյանի պնդմանը։ Ermənistanın Xarici İşlər Naziri Ararat Mirzayan kimi Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեդիայի համար բրիֆինգի ժամանակ պարզաբանել է, որ եթե անդիմադիր ուժերը իշխանության գան, ապա Հայաստանը նոր պատերազմի կբախվի ոչ ուշ, քան այս տարեվերջին։ Noyabrından gec olmayaraq yeni müharibə ilə üzləşəcək fikrinə aydınlıq gətirərək deyir ki, Հաշվի առնելով, որ նախկին խունտայի անդամների համար խնդիրների այլ լուծում չկա, այսինքն նրանք պատերազմից բացի ոչինչի մասին չեն մտածում, ապա տրամաբանական է եւ անխուսափելի է, որ Հայաստանը կընկնի պատերազմի մեջ։ Միրզոյանը նաև ընդգծում է, որ հայ ժողովուրդը պետք է կատարի ռազմավարական ընտրություն պատերազմի եւ խաղաղության միջև։ Պետք է ուշադրություն դարձնել, որ Ալիևը կամ Էրդողանը չեն պատերազմով սպառնում հայ ժողովրդին, այլ Բաքվի պետական մեդիան պարզապես ներկայացնում է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը։ Փաշինյանականները հանուն իշխանությունը պահելու ընդդիմադիր ուժերի շուրջ ձևավորում են պատերազմ բերողի համբավ։ Եթե իրականում մտահոգված լինեին Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացիների անվտանգությամբ ու խաղաղությամբ, կարող էին հոգ տանել նրա մասին, որ անկախ ընտրությունների արդյունքից հնարավոր լիներ քայլել խաղաղության ուղղությամբ, ինչի մասին ի դեպ խոսում է նաև ընդդիմությունը։ Բայց ճիշտ Փաշինյանի նման Ալիևի Մամադովը պնդում է, թե Փաշինյանի ընտրած ուղին Հայաստանի համար լավագույնն է ներկա իրավիճակում, գուցե ավելի հաջող, քան պատմության որևէ այլ ժամանակաշրջանում, որովհետև Վաշինգտոնի պայմանավորվածություններն իբր արդյունք ունեն, որպես արդյունք ներկայացնում են Փաշինյանի եւ Ալիևի իրենց ձևակերպմամբ ջերմ հարաբերությունները, Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելը, Զանգեզուրի միջանցք կոչվածը, Հայաստանի համար տնտեսական հնարավորությունները։ Բաքվից ուզում են, որ հայերը հունիսին քվեարկեն Փաշինյանի օգտին այս ամենի համար, ասում են, այլապես հնարավորությունները կզրոյացվեն եւ Հայաստանը կվերադառնա քարե դար։ Արցախի օկուպացիայից շատ ժամանակ չի անցել եւ հայերը կարող են հիշել ու սթափ գնահատել կորուստներն ու ձեռքբերումները։ Գլխավորն ու ամենավտանգավորը հիմա թուրքերը փորձում են ատամները խրել Սյունիքում ու Ալիևը հրապարակավ ասում է, թե Երևանն ադրբեջանական պատմական հող է։ Բաքվի պետական հեռուստաալիքը շարունակելով ներկայացնել Ալիևի ընկալումը Հայաստանում սպասվող ընտրությունների վերաբերյալ մեջբերում է նաև Ալեն Սիմոնյանին, նրա խոսքի այս հատվածը։ Լսեք, դա արվում է նրա համար, որ Հայաստանը լինի այլ պետության կազմում կամ առնվազն կախվածության մեջ լինի, որ լինի ռուս խաղապահ եւ լինի հավերժ պատերազմ, որտեղ լինի մոդերատոր։ Ինչու է ASTV-ի ուշադրության կենտրոնում հայտնվել շաբաթվա ընթացքում Ալեն Սիմոնյանի հնչեցրած բազմաթիվ հայտարարություններից հենց Ռուսաստանին առնչվող մեկնաբանությունը, որովհետև Ալիևին պետք է ամեն գնով թույլ չտալ, որ Հայաստանը Փաշինյանին հաջորդող իշխանությունը վերականգնի Մոսկվայի հետ հարաբերությունները։ Ալիևին պետք է Հայաստան մենակ առանց դաշնակիցների, առանց երաշխավորների։ Սա պարզորոշ երևում է նաև Թուրքիայի պետական լրատվամիջոցի Հանադոլուի անդրադարձի, որը հրապարակել է անդիմադիրների մասին Փաշինյանի պնդումը։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը քննադատեց պատերազմամետ անդիմադիր գործիչներին վերնագրով։ Ընդ որում պատերազմամետ բառը ճակերտներում է առել հենց թուրքական լրատվամիջոցը, ինչը կարևոր է նկատել Բաքվից դեռ անցած շաբաթ հնչած հայտարարությունների կոնտեքստում։ Փաշինյանը փորձում է փրկել իրեն, բայց կարող է չստացվել։ Սա առնվազն Թուրքիայում նկատելու հեռատեսությունն ու գործիքները ունեն, ու այս թեման մանրամասն ներկայացրել ենք իրական Թուրքիա նախագծի
նախորդ թողարկմանը, որն առաջարկում են գտնել Alpha News-ի բոլոր հարթակներում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր երկրի որոշ քաղաքական ուժեր կոչ են անում վերանայել Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղությունը, նշելով, որ որոշ ուժեր փորձում են բացել պատերազմի դուռը, որը վճռականորեն փակել ենք, գրում է Անադոլուն։ Թուրքական կողմը իհարկե ուշադրություն է դարձրել Փաշինյանի խոսքի այն հատվածին, որը ակնարկ է դեպի ռուսական կողմը։ Փաշինյանն ասել է, թե որոշ ուժեր, խոսելով երաշխավորների մասին, բացում են Հայաստան եւ տարածաշրջան խաղաղապահներ մտցնելու դուռը։ Խոսելով երաշխավորների մասին, ինձ համար ակնհայտ է եւ ցանկացած անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ այդ խոսույթով ընդամենը բացվում է մեր տարածաշրջան եւ մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը։ Փաշինյանի խոսքի այս հատվածն են մեջ բերել, նկատի ունենալով Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը, բայց լռելով այն մասին, որ երբ այդ զորախումբը տեղակայվում էր, Արցախն ուներ կարգավիճակ, որը գլխի վայր փոխվեց, երբ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածքի մաս։ Դրանից հետո կատարված իսլակները Փաշինյանն ուղղում է դեպի ռուսական կողմը եւ Անկարայի պետական լրատվական գործակալությունն էլ սիրով մեջ բերում է։ Թուրքիան մանրադիտակով հետևելով Հայաստանում նախընտրական գործընթացներին փորձում է Ռուսաստանի դեմ տրամադրությունները նկատել ու ընդգծել։ Թուրքիային սա պետք է մեկ ու հստակ նպատակով, որը ձևակերպել է թուրքական ուղեղային կենտրոններից Սեթան իր այս տարվա անվտանգային զեկույցում։ Ռուսաստանի նահանջի պայմաններում Թուրքիայի համար բացվել են հնարավորությունների պատմական պատուհաններ Հարավային Կովկասում։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլ Քադիր Ուրալօղլուն այս շաբաթ եւս խոսել է Թրամփի ուղու մասին, որը կոչել է Զանգեզուրի միջանցք։ Zengezur koridoru tabii Bakü-Tiflis-Kars hattının alternatif. Զանգեզուրի միջանցքը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի այլընտրանքն է թողունակությունը մեծացնելու նպատակով, քանի որ վրացական կողմում գծի մակարդակը ցածր է, չնայած բարելավումներին։ Այստեղ պետք է անպայման տեսնել, որ երբ թուրքերը գործարկում էին Բաքու-Թբիլիսի-Կարսը, այն ներկայացնում էին իբրև տարածաշրջանային մեգա նախագիծ, որով Հայաստանը խեղդում են շրջափակման մեջ։ Ինչպես տեսնում եք քարտեզով, այն իսկապես շրջանցում է Հայաստանի տարածքը, բայց պարզվում է, այնքան էլ չի բավարարում թուրքական շահերը, որովհետև իրական թուրքական շահն անցնում է Հայաստանի տարածքով, տարբեր պատճառներով։ Թուրքերը փորձել են սա քողարկել, թաքցնել, հասկանալով, որ Հայաստան պետությանը այսպիսի քաղաքական հաղթաթուղթ տալ պատրաստ չեն եւ չեն ուզում։ Համոզելով Հայաստանին, թե պետք է կատարի Թուրքիայի պահանջները, թույլ լինելու պատճառով։ Այս ճանապարհը թուրքերը իհարկե նախընտրում են։ Հայաստանին փորձում են ճնշել սահմաններ փակելով ու շրջափակման մեջ պահելով, բայց իրականում այդ թուրքերը փաստացի եւ գործնականում ունեն Հայաստանի հետ սահմանը բացելու եւ Հայաստանի տարածքից օգտվելու կարիք։ Սա Հայաստանը կարող է օգտագործել որպես ռազմավարական առավելություն։ Zengezur koridorunda bir mütabakat sağlandı. Henüz yapım çalışmalarına başlanmadı. Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն շինարարությունը դեռ չի սկսվել։ Կարծում եմ կսկսվի շատ մոտ ապագայում։ Սա Սյունիքում սպասվող զարգացումների վերաբերյալ այս պահին հաշվի առնելով Իրանի դեմ պատերազմը գլխավոր հարցն է։ Երբ է սկսվելու շինարարությունը, մանավանդ որ Փաշինյանը հայտարարեց, Թրիփը հիմա ամերիկյան առաջնահերթություն չէ, բայց սա չի նշանակում, որ այն դադարում է լինել Թուրքական առաջնահերթություն։ Bir 4-5 yıllık süreçte biz Zengezur koridorunu hayata geçirerek 4-5 տարվա ընթացքում Զանգեզուրի միջանցքն իրագործելով մենք կկառուցենք բարձր թողունակության միջանցք, որը կարող է ավելի անմիջականորեն հասնել թուրքական աշխարհ։ Սյունիքին առնչվող թուրքական պլանի վերաբերյալ կա առնվազն 2 կարևոր հանգամանք, որոնք պետք է ուշադրությունից դուրս որևէ պարագայում չթողնել։ Առաջինը Փաշինյանն ինքն է ընդունել։ Թուրքերը կառուցում են լրիվ նոր երկաթգիծ Կարսից շարժվելով դեպի Նախիջևան։ Եթե գործընթացները Հայաստանի խաղաղության, անվտանգության եւ տնտեսական շահի մասին լինեին, ապա թուրքերը Կարսից կշարժվեին դեպի Գյումրի, այնուհետև դեպի Նախիջևան։ Հետևաբար պետք է ունենալ կամք ու սթափություն տեսնելու Թուրքիայի իրական նպատակը։ Երկրորդ հանգամանքը Իրանն է։ Իրանի հայտնի դիմադրությունը Զանգեզուրի միջանցք կոչվածին եւ թե ինչ կարող է լինել այդ դիմադրության հետ հիմա, երբ այն բարձրաձայնող գլխավոր անձը գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին զոհվել է։ Եվ այսպես, Իրանում պատերազմի 5-րդ շաբաթն ուրվագծում է նոր ռիսկ Հայաստանի համար, որովհետև Էրդողանն այսօր կառուցում է հարաբերություններ
վաղվա Իրանի հետ։ Արցախում պատերազմից անմիջապես հետո, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը մեջտեղ բերեցին Զանգեզուրի միջանցք կոչվածը, Իրանի կարմիր գիծը հստակ էր. դեմ են Հայաստան-Իրան սահմանը կտրելուն։ 6 տարի շարունակ թուրքական կողմն անգամ չէր թաքցնում, որ բանակցում է իրանական կողմի հետ այս դիմադրությունը, այս կարմիր գիծը, այս դիրքորոշումը մեղմելու համար։ Դրան հասնել չկարողանալով գործարկեցին պլան B-ն, ոչ թե Զանգեզուրի միջանցք, այլ Թրամփի ուղի։ Հիմա սակայն, երբ տարածաշրջանում ամեն ինչ նորից գլխի վայր է շրջվել, թուրքերի նախատեսած միջանցքային գործընթացներն այլևս առաջնահերթություն չեն։ Ավելին, Իրանը կարող է դիմակայել այս պատերազմում ու այդ պարագայում Սյունիքում ամերիկյան ներգրավվածությանն ուղղակի խոչընդոտել։ Սա Թուրքիայում տեսնում են ու գործում նոր պլանով։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմին ոչ միայն չեն ներգրավվում, ոչ միայն զսպում են Ալիևին, որն Իսրայելի հայտնի դաշնակիցն է, այլև Էրդողանն նահա թե ինչպիսի կրոնական շիա-սունի տարբերությունը ջնջող գերշողոքորթող տեքստեր է ասում Իրանի մասին։ İsfahan'da, Tebriz'de, Tahran'da dökülen gözyaşlarının Erbil'de Սպահանում, Թավրիզում եւ Թեհրանում թափված արցունքները եւ Էրբիլում, Բաղդադում, Բեյրութում, Սանայում, Դոհայում, Ռիադում եւ մեր տարածաշրջանի մյուս քույր քաղաքներում թափված արցունքների միջև Allah aşkına ne farkı var? Ալլահի համար ինչ տարբերություն կա։ Katliam şebekesinin gözünde adımızın Ali olmasının, Mürteza olmasının, Ömer olmasının, Ayşe, Zeynep, Hasan, Hüseyin olmasının ne farkı var? Այս մարդասպանների ցանցի աչքում ինչ տարբերություն կա, եթե մեր անունները Ալի, Նուրթազա, Օմար, Այշա, Զեյնեբ, Հասան թե Հուսեյն են։ Միթե մենք չենք տառապում եւ արյունահոսում յուրաքանչյուր արձակված հրթիռից, լինի Իրանում թե ծոցի երկրներում։ Միթե մեր տարածաշրջանի տնտեսությունը չէ, որ արյուն է կորցնում այս անիմաստ արարքի պատճառով։ Միթե հրթիռներով, ռումբերով եւ անօթաչու թռչող սարքերով ոչնչացված միլիարդավոր դոլարների արժողությամբ ենթակառուցվածքները տարածաշրջանի մեր եղբայրների եւ քույրերի ռեսուրսները չեն։ Hiçbir ilke, değer, norm gözetmeyen saldırganların nazarında Şii veya Sünni olmamızın, Türk, Kürt, Arap ya da Farisi olmamızın Allah aşkına bir farkı var mı? Այդ ագրեսորների աչքում, ովքեր ոչ մի հարգանք չեն ցուցաբերել սկզբունքների, արժեքների նկատմամբ, արդյոք կա որևէ տարբերություն։ Մենք շիա ենք թե սուննի, թուրք, քուրդ, արաբ թե պարսիկ։ Ես սա հարցնում եմ ամենայն անկեղծությամբ։ Թեև մեր կրոնն ու ծագումը կարող են տարբեր լինել, ես հարցնում եմ, միթե մեր տարածաշրջանում հոսող արյունը մերը չէ։ Արցախում հոսող հայի արյունն Էրդողանին չէր հետաքրքրում։ Իրանում հոսողը հետաքրքրում է եւ գլխավոր պատճառը քրդերն են։ Եթե Իրանը մասնատվի քրդական ռումբի պայթյունից, բեկորները հասնելու են նաեւ Թուրքիա։ Սա կանխելու համար է առաջին հերթին Էրդողանը շողոքորթում Իրանին, շողոքորթում այնքան, որ թուրքական մեդիան առավելագույն աղմուկով հաղորդում է, երբ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հարձակում սկսեցին Իրանի դեմ, Իսրայելը պլանավորել էր օգտագործել Քրդստանի բանվորական կուսակցությանը, PKK-ին եւ դրա իրանական ճյուղին որպես ցամաքային ուժեր։ Այս քայլը սակայն խափանվեց, երբ Թուրքիան միջամտեց։ Աղաղակում է էրդողանական մեդիան, պատմելով, թե Էրդողանը Թրամփին է փոխանցել իր կտրուկ դիրքորոշումը Իրանի տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Biz ne kardeşlerimiz ve komşularımız arasında ayrım yaparız. Մենք ոչ խտրականություն ենք դնում մեր եղբայրների եւ հարևանների միջև, ոչ էլ անտարբեր ենք մնում մեր եղբայրների տառապանքների նկատմամբ։ Թուրքիան եւ թուրք ազգը չեն լքում այ ժողովուրդներին, որոնց համարում են ընկերներ եւ եղբայրներ թե լավ թե վատ ժամանակներում։ Hele bölgemizde kan gövdeyi götürürken 1000 yıl önceki tartışmaları tekrar gündeme taşımayı Հատկապես երբ մեր տարածաշրջանում արյուն է հոսում, մենք բացարձակապես ճիշտ չենք համարում 1000 տարի առաջվա վերքերը վերհիշելը, վեճերը վերհիշելը, հին վերքերը բացելը եւ օրակարգեր հետապնդելը, որոնք ծառայում են անհամաձայնությանը, այլ ոչ թե միասնությանը։ Եվ այստեղ է որ ձևավորվում է Հայաստանի համար նոր ռիսկը։ Իրանի համար ամենածանր պահին Էրդողանը հրապարակավ կանգնում է Իրանի կողքին, աղաղակում, թե Թուրքիան է կանխել Իրանի մասնատումը, ինչը մեղմ ասած մի քիչ
չափազանցություն է։ Թուրքիան արևելքի շուկայի հին վաճառականներ են ու երբ պատերազմն ավարտվի ու եթե Իրանը մնա ոտքի վրա, Էրդողանի այս աջակցությունը վստահաբար հիշեցնելու են։ Ինչ են պահանջելու փոխարենը։ Առաջին հորիզոնականում առանց չափազանցության կարող է լինել ավելի մեղմ դիրքորոշում Սյունիքում թուրքական պլանի վերաբերյալ ու այստեղ հարցն այն է, թե որքան սկզբունքային կլինի Իրանի նոր ղեկավարությունը, որովհետև եթե Իրանը մեղմի դիրքորոշումը, ապա թուրքերին այլևս պետք չի լինի Սյունիքում ամերիկյան ներկայություն, որից ազատվելու պլան թուրքերը կարող են մտածել։ Թուրքիայի արտգործնախարարն ու հետախուզության ղեկավարը, որոնց հետ Թրամփի վարչակազմը, ինչպես հայտարարել են, քննարկում է Հայաստանին առնչվող հարցերը, առաջարկ կարող են անել։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույցներ են անցած ամսվա թողարկումների ամփոփումը ամենակարևոր հատվածներով։ Եթե Փաշինյանը վերընտրվի եւ շարունակի անել այն, ինչ անում է հիմա խաղաղության գործընթացով, Հայաստանը կվերափոխվի եւ մի քանի տարի անց չենք ունենա Հայաստան, ինչպիսին ունենք հիմա, կարծում է Շվեյցարիայի խորհրդարանի падգամավոր Էրիխ Վան Տոբելը։ The Prime Minister needs big support for June, that's clear. Yeah, because he wants to be re-elected. Վարչապետին հունիսին մեծ աջակցություն է պետք, դա պարզ է, որովհետև ուզում է վերընտրվել։ Եվ նրան պետք է, որ ժողովուրդը լինի իր կողքին, աջակցի իրեն, քվեարկի իր օգտին։ Therefore he wants to have a church who does or behave like he would like they behave. And that means you have to transform the Catholicos of all Armenians to a Catholicos from Armenia. Հետևաբար ուզում է ունենալ մի եկեղեցի, որը կանի կամ կվարվի այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Նշանակում է, որ պետք է ամենայն հայոց կաթողիկոսին վերածեն Հայաստանի կաթողիկոսի։ Հասկանում եք։ Մի դեպքում դուք ունեք ամբողջ աշխարհը, աշխարհասփյուր հայերին, բայց դա չափազանց շատ է, որովհետև կաթողիկոսը հիմա կարող է ազդել այս բոլոր մարդկանց վրա։ Ավելի լավ է ունենալ մեկ ուրիշը, որը պատասխանատու կլինի միայն ու միայն Հայաստանի հայերի համար։ Եվ հետո, իհարկե, մեկին, որը կանի այն, ինչ դուք կցանկանաք։ You have greater support. I see this as a tactical thing. Այս պարագայում վարչապետը կստանա ավելի մեծ աջակցություն։ Ես սա համարում եմ մարտավարական քայլ։ Վարչապետը ցանկանում է ունենալ եկեղեցի այն կանոններով, որոնք ինքն է թելադրում, որը ժողովրդին կասի այն, ինչն ինքն է ասում, ոչ թե հակառակը։ Այսինքն, եթե դուք ունեք եկեղեցի, որը հիմնված է ավանդական արժեքների, վերջին 1700 տարիների պատմության վրա եւ միասնական ազգ լինելու, ինքնությունը պահպանելու ոգով, դա չի օգնի երկիրը բացել Թուրքիայի, Ադրբեջանի ուղղությամբ։ And we have to be one nation, we have one identity and all that. This will not help to then open the country in direction of Turkey, Azerbaijan, because if the administration continues to do what they do now, also with this peace process targets, then I guess Armenia will be transformed. Will open the borders, and in some years you don't have this Armenia as you have it now. Որովհետև եթե վարչակազմը շարունակի անել այն, ինչ անում է հիմա, նաև այս խաղաղության գործընթացի հետ կապված, ապա կարծում եմ, որ Հայաստանը կվերափոխվի, կբացի սահմանները ու մի քանի տարի անց դուք չեք ունենա այն Հայաստանը, ինչ ունեք հիմա։ Այն կկորցնի իր հոգևոր բովանդակությունը։ Միայն բիզնեսը կլինի օրակարգում, աշխատատեղերը կլինեն օրակարգում։ Only the business will be a topic, the jobs will be a topic and Այսինքն դա նորմալ է։ Ես հասկանում եմ, որ մարդիկ ցանկանում են աշխատանք, փող ունենալ, բայց եթե դուք չափազանց հեռու գնաք այդ ցանկություններով, կկորցնեք այն, ինչ ունեցել եք վերջին 1700 տարվա ընթացքում։ Then you lose what you had in the last 100 years. Our Prime Minister Մեր վարչապետը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահը պնդում են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվել է։ Բացի այդ, մենք լսում ենք, որ Հայաստանն ու Թուրքիան կարգավորում են հարաբերությունները։ Այսպիսով, դուք հավատում եք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է։ So, do you believe that the peace between Armenia and Azerbaijan is already established? No. Ոչ։ Ինչու՞։ Because we have no really binding contracts
yet. Որովհետև մենք դեռևս իսկապես պարտավորեցնող պայմանագրեր չունենք։ Իրականում ոչինչ չի ստորագրվել։ Այն ինչ նախաստորագրվել է, դեռ վերջնական տարբերակ չէ։ Եվ ինչպես ասեմ, այս խաղաղության գործընթացը ըստ էության վատ գաղափար չէ միասին խաղաղություն կնքել։ Նման բան ստորագրել եւ ավելի լավ հարաբերություններ ունենալ, եւ գուցե նույնիսկ բաց սահմաններ, ինչ էլ որ լինի։ Սակայն եթե ունեք այս խաղաղության փաստաթղթերը եւ դրանք արդեն գրեթե ստորագրված են, բայց վերջնական չեն, եւ դուք նայում եք դրանց ու ոչինչ չեք գտնում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, ապա այս խաղաղության մեջ ինչ որ բան պակաս է։ Շվեյցարացի խորհրդարանականին նաև հարցրել ենք, նույնիսկ եթե ունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ընդհանրապես փակենք Արցախի հարցը, ենթադրենք, մոռանանք դրա մասին, արդյոք սա կստիպի Ադրբեջանի ղեկավարությանը խաղաղ ապրել հայերի հետ։ If this was happened in September 2023 has no consequences. Եթե 2023 թվականի սեպտեմբերին կատարվածը որևէ հետևանքներ չունենա Ադրբեջանի համար, ապա շատ պարզ է, թե ինչ կլինի հետո։ Կտոր վերցնելու փուլը կսկսվի։ They say Nagorno-Karabakh, when we did that, we had some noise, everywhere some noise. And then it became quiet, and then they said, the case is closed. Let's get another piece of the salami, of the Armenian salami. We take the Sangasur corridor, we take Megri, a little bit of that, of the south. Բաքվում կմտածեն, Լեռնային Ղարաբաղում մեր գործն արեցինք, որոշ աղմուկ եղավ, հետո բոլորը լռեցին ու հիմա հարցը փակված է։ Եկեք վերցնենք հաջորդ կտորը, Զանգեզուրի միջանցքը, Մեղրին։ Գուցե աղմուկ կլինի, բայց վերջում կասեն հարցը փակված է։ Դրանից հետո կանցնեն հաջորդ կտորին, ապա մյուսին եւ 50 տարի անց Հայաստանը չի լինի։ Then we can take the next, and in 50 years Armenia has gone. If you know, it's a very, I mean, if somebody murders another person, you say, oh, it's okay, the case is closed. No, you never do it like that. You have. Գիտեք, դա շատ նման է նրան, որ մեկը մարդ սպանի, բայց դուք ասեք, օ, ամեն ինչ կարգին է, խնդիրը լուծվել է, հարցը փակված է։ Այդպես չեք ասում, չէ՞։ Արդարություն պետք է լինի։ Երբ ես Հայաստանի հարավում էի, Իրանի սահմանի մոտ, խոսել եմ մարդկանց հետ, նրանք մի փոքր վախեցած են, որ հաջորդ կտորը, որը կվերցնեն, կարող է իրենց տունը լինի։ Փաշինյանն արդեն գրեթե 8 տարի կառավարում է եւ եթե անգամ Հայաստանում ամեն ինչ լավ լիներ, ժամանակն է, որ հեռանա, կարծում եմ Միացյալ Նահանգների Վիսթրի համալսարանից ցեղասպանագետ Հենրի Թերյոն։ Նա կարծում է, որ Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանն անցնում է ցեղասպանությունից հետո իր պատմության վատթարագույն շրջանով։ Սեպտեմբերին նոր պատերազմ կլինի, եթե ինքը չընտրվի հունիսին, հայտարարել է Փաշինյանը։ Pathetic scare tactics. First of all, his policy analysis we know is terrible. Խղճուկ, վախեցնող մարտավարություն։ Նախ եւ առաջ քաղաքականություն վերլուծելու կարողություն նա չունի, ինչը հայտնի է։ Նա ընդհանրապես չի հասկանում միջազգային հարաբերությունները։ Seriously in various contexts. The US doesn't take him seriously. I'm saying that as a US citizen. Նրան հիմարացրել են տարբեր համատեքստերում։ Նրան լուրջ չեն ընդունել տարբեր համատեքստերում։ ԱՄՆ-ն նրան լուրջ չի ընդունում։ Ես դա ասում եմ որպես ԱՄՆ քաղաքացի։ Նրան պարզապես ոչ մի կերպ լուրջ չեն ընկալում։ Այնպես որ երբ նա կանխատեսումներ է անում, դա աբսուրդ է։ Մենք արդեն գիտենք, որ Ադրբեջանը մոբիլիզացվում է Իրանում պատերազմի պատճառով եւ պատրվակ է փնտրելու Հայաստանի դեմ։ If Pashinyan's in power, in my opinion, that makes Armenia more likely to be attacked by Azerbaijan and Turkey because they know he's a weak leader. Իմ կարծիքով, եթե Փաշինյանը մնա իշխանության գլուխ, ապա ավելի հավանական է, որ Հայաստանը հարձակման ենթարկվի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, քանի որ նրանք գիտեն, որ նա թույլ առաջնորդ է։ Is the same thing that the Young Turks and others did before the genocide, which is a false hope when you know something else is coming. Այն ինչ Փաշինյանն առաջարկում է հայերին, նույնն է, ինչ երիտուրքերն էին առաջարկում ցեղասպանությունից առաջ։ Կեղծ հույս, երբ գիտես, որ ինչ որ այլ բան է սպասվում։ Կեղծ հույս, որը թույլ առաջնորդների մեթոդն է, որին դիմում են, երբ չունեն խորամանկություն կամ խելք Հայաստանի ապագան տեսնելու եւ առաջնորդելու համար։ Հայաստանն ունի տնտեսական ներուժ, ունի սփյուռք։ Փաշինյանը վատնել է ամեն ինչ, բոլոր հնարավորությունները, որոնք կարող էր օգտագործել 2020-ի նոյեմբերից հետո։ Հրաժարվել է բոլոր հնարավորություններից։ Նա պարտված մարդ է եւ պետք է ասեմ, որ երբ նայում եմ նրան, տեսնում եմ մեկին։ And I have to say, psychologically, when I look at him, I see someone whose anger at other Armenians is there because he's a weak,
figure in the face of Turks and Azeris and other regional players. He's directing his arrogance and his hatred against Armenians. Որի զայրույթը հայերի նկատմամբ է, քանի որ նա թույլ է թուրքերի, ադրբեջանցիների եւ տարածաշրջանային այլ խաղացողների առաջ։ Նրանց առաջ զայրույթ թույլ տալ չի կարող ու իր ամբարտավանությունն ու ատելությունն ուղում է հայերի դեմ, քանի որ հայերին նա կարող է զոհ դարձնել։ Միայն հայերի նկատմամբ կարող է իրեն գերակա զգալ։ Երբ հետևում եմ, թե ինչպես են նրան վերաբերվում միջազգային ասպարեզում, ակնհայտորեն է, որ լուրջ չեն ընկալում։ Այն փաստը, որ նա իշխանության գլուխ է արդեն 8 տարի, շատ է, եւ նույնիսկ եթե ամեն ինչ լավ լիներ, նա պետք է հրաժարվեր պաշտոնավարումը շարունակելու մտքից։ Ապագայի համար միշտ ուզում ես նոր առաջնորդներ ունենալ։ Even if things were going well, he should step down. Even if things were going well in our Նա հրաժարվում է դա թույլ տալ, թեև փաստն այն է, որ նրա ռեժիմի օրոք Հայաստանն անցել է իր պատմության ամենավատ շրջանը ցեղասպանությունից հետո։ fact is, under his regime, Armenia has gone through the worst period in its history since the genocide. Եվ նրա վատ որոշումները ամեն ինչ միայն ավելի են վատ թարացրել։ Իրանում պատերազմը դիտարկելիս Հայաստանի համար ըստ ցեղասպանագետի խնդիրը անկանխատեսելիության գործոնն է։ Այս գործոնը Հայաստանն օգտագործել չի կարողանում, բայց կարողանում են Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ընդ որում խնդիրը ոչ այնքան հնարավոր ռիսկերն են, այլ Փաշինյանի վատ կառավարումը ռիսկային իրավիճակներում։ Ամեն անկանխատեսելի պահի, երբ Ուկրաինայում պատերազմ էր, երբ COVID-ի բռնկումներ, Ադրբեջանն ու Թուրքիան շահել են, օգտվելով հենց անկանխատեսելիությունից։ Azerbaijan and Turkey have made gains by taking advantage of the unpredictability, and Armenia has sat as if it's in a bubble without even understanding what's going on globally and responding to it. Հայաստանը վարվել է այնպես կարծես փուչիկի մեջ է, առանց նույնիսկ հասկանալու, թե ինչ է կատարվում աշխարհում եւ առանց համապատասխան արձագանքի։ Armenia is likely to manage what will happen. Իմ վախը ոչ այնքան այն է, թե ինչ է կատարվում, որքան այն, թե որքան վատ է Հայաստանը հավանաբար կառավարելու այն, ինչ տեղի կունենա։ Հայաստանը պետք է լինի ռազմական բարձր պատրաստության վիճակում։ Անկեղծ ասած, սա հնարավորություն է Հայաստանի համար ռազմական առումով վերակառուցելու այն, ինչ կորցրել է պատերազմում, հիմնավորելով Իրանում պատերազմի ընդլայնման մտահոգությամբ ու հետքելով պնդումները, որ վերականգնում է ուժերը Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ։ And Turkey. This is a huge missed opportunity. Սա հսկայական բաց թողնված հնարավորություն է։ Կա ընդհանուր տարածաշրջանային անկայունություն, պաշտպանության ոչ բոլոր մեթոդներն են գործում, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի ամեն սցենարի։ Այս իրավիճակում Փաշինյանի արածը դասական վատ առաջնորդություն է։ Կարծում եմ նա հավանաբար այնքան եսասեր է, որ հավատում է, թե փորձում է խաղաղություն հաստատել Հայաստանի համար, բայց այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ փորձում է համոզել հայերին, թե ամեն ինչ կարգին է, քանի որ դա է իշխանությունը պահելու նրա հիմնավորումը։ He would believe he's actually is trying to get peace for Armenia. But the bottom line is what he's trying to do is convince Armenians everything is okay because that's what will keep him in power. If he says we are in a crisis, it will undermine his ability to be reelected. And it will raise questions about what Armenia's been doing in the last, since 2023. What have we been doing? Եթե ասի, որ ճգնաժամի մեջ ենք, դա կխաթարի նրա վերընտրվելու հնարավորությունը եւ կառաջացնի հարցեր այն մասին, թե ինչ է արել Հայաստանը վերջին տարիներին 2023 թվականից ի վեր։ Ինչ են կարել, որ պատրաստ չենք Իրանի հետ կապված այս իրավիճակին, ինչպես նաեւ այլ իրադարձություններին։ Կարծում եմ, որ Փաշինյանի մեթոդը որոշ ժամանակ կաշխատի։ Խնդիրն այն է, որ երբ դադարի աշխատել, աղետ կլինի Հայաստանի համար, երբ Հայաստանը բախվի իրականությանը եւ լինի անպատրաստ։ Անգլերենում մի ֆրազ ունենք՝ սուլել մթության մեջ։ Դուք սուլում եք մթության մեջ, որպեսզի զգաք, որ ամեն ինչ կարգին է, նույնիսկ եթե ձեզ վրա հարձակվում են, նույնիսկ եթե վտանգ կա։ Ահա թե ինչ եք տեսնում։ Եվ իհարկե այս ամիս մենք ունեցել ենք հարցազրույց նաև պատերազմող Իրանից միջազգայնագետ Էհսան Մոհավեդյանը, որի ամեն բառը Բաքվի պետական մեդիայի ուշադրության կենտրոնում է, բացատրում է Իրանի մասնատման պլանը տապալված է։ I consider a zero chance for them because if they want to do it. Բայց ես նրանց հաջողության հնարավորությունները հավասար եմ համարում 0-ի։ Քանի որ եթե սա է նրանց պլանը, ապա իրականում բոլոր ազգերը ոտքի կկանգնեն նրանց դիմադրելու եւ հաղթելու։ Among Iranian people is increasing because all Iranians, irrespective what they think about Islamic Republic. Դուք տեսնում եք, որ երկրում իրանցի ժողովրդի միջև համերաշխությունը առավել ընդգծվում է այս օրերին, քանի որ բոլոր իրանցիները, անկախ նրանից թե ինչ են մտածում իսլամական հանրապետության, տնտեսական ու քաղաքական իրավիճակի մասին,
տեսնում են իրականությունը, եւ իրականությունն այն է, որ մեր արտաքին թշնամիները, մասնավորապես Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, ցանկանում են ոչնչացնել Իրանը։ Մեր ժողովուրդը հասկանում է այս իրականությունը։ Նրանք առավոտյան, երեկոյան, գիշերը մասնակցում են տարբեր ցույցերի։ Evening, morning, in night to support Iranian government, irrespective of difficulties, irrespective of the different idea they have. Աջակցելու Իրանի կառավարությանը, անկախ դժվարություններից, անկախ երկրում առկա խնդիրների վերաբերյալ իրենց ունեցած տարբեր պատկերացումներից։ Այսպիսով, եթե ոմանք ցանկանում են մասնատել Իրանը, եւ մենք գիտենք, որ դա է նրանց պլանը, ապա նրանք կբախվեն բոլոր իրանցիների դիմադրությանը, եւ մենք կհաղթենք։ If they want to do it, all Iranians will confront them and will defeat them. Iranian foreign minister was asked if he is afraid of US invasion and the answer got millions of views. Իրանի արտգործնախարարին հարցրեցին, թե արդյոք չի վախենում ցամաքային ներխուժումից, նրա պատասխանը միլիոնավոր դիտումներ է հավաքում սոցցանցերում։ Արաղչին ասաց, ոչ, մենք սպասում ենք նրանց։ Ինչ ձևով եք սպասում, ում կարող են օգտագործել ցամաքային գործողության համար։ Քրդերը կարծես թե չեն ցանկանում այդ դերը ստանձնել։ Ինչ կասեք ուրիշների մասին։ Սա հարցնում եմ նաև Նախիջևանում կատարվածը եւ Ալիևի արձագանքը նկատի ունենալով։ If they want to start a ground attack against Iran, it's not just about pan-Kurds element in Iraqi Kurdistan. There is a chance that some pan-Turks element act against Iran. Կարծում եմ, եթե նրանք ցանկանում են ցամաքային հարձակում սկսել Իրանի դեմ, ապա խոսքը միայն Իրաքյան Քրդստանի պան-քրդական տարրերի մասին չէ։ Կա հավանականություն, որ որոշ պանթուրքական տարրեր եւս կգործեն Իրանի դեմ, Բաքվի ռեժիմի կողմից Ադրբեջանի սահմանների միջոցով։ Թեհրանում գիտեն, որ Ալիևը Լաչինում եւ Արցախի որոշ այլ հատվածներում կառուցել է ռազմական նշանակության օդակայաններ, որպեսզի եթե Իսրայելը ցանկանա, օգտագործի դրանք Իրանին հարվածելու համար։ Եթե Բաքուն ցանկանա կրկնել այն, ինչ անում են արաբական երկրները, Իրանը կարձագանքի։ Right now they are just talking. When they are just talking, we just watching. But if they want to do anything, we will react as we are doing in Iraqi Kurdistan, in Arab countries and Այս պահին նրանք պարզապես խոսում են։ Երբ նրանք պարզապես խոսում են, մենք պարզապես հետևում ենք։ Բայց եթե նրանք ցանկանան ինչ-որ բան անել, մենք կարձագանքենք, ինչպես անում ենք Իրաքյան Քրդստանում, արաբական երկրներում։ Կարծում եմ Ալիևը պարզ եւ հստակ գիտի, որ ինքը որևէ կարողություն չունի Իրանին դիմակայելու համար։ the whole region will destabilize and Kurd elements maybe act against Erdogan and he knows that after Եվ Թուրքիան կարծում եմ Ալիևին զգուշացրել է չմիջամտել, քանի որ եթե միջամտեն, ապա ամբողջ տարածաշրջանը կապակայունանա, քրդական տարրերը կարող են գործել Էրդողանի դեմ։ Եվ Էրդողանը գիտի, որ Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը կլինի ինքը, քանի որ Իսրայելը չի կարող հանդուրժել իր հարևանությամբ որևէ հզոր իսլամական երկրի գոյությունը։ Այսպիսով կարծում եմ, եթե նրանք ինքնուրույն որոշումներ կայացնեն, ապա կասեի չեն պատրաստվում պատերազմ սկսել Իրանի դեմ, բայց քանի որ իսրայելցիներն ու Միացյալ Նահանգները պարտվեցին մեզ եւ չկարողացան հաջողության հասնել մեր դեմ, գուցե փորձեն ստիպել որոշ հարևանների ներքաշվել, այդ թվում Իրաքյան Քրդստանին, Ադրբեջանին եւ որոշ արաբական երկրների։ Նույնիսկ լուրեր կան Թուրքմենստանում իսրայելցիների ներգրավվածության եւ նույնիսկ Պակիստանում որոշ անջատողականների մասին։ Այս ամենը հնարավոր է։ Մենք շատ ուշադիր հետևում ենք տարածաշրջանին եւ կգործենք համապատասխանաբար եւ ճշգրիտ։ Եվ իհարկե Նախիջևանը թիրախավորելու մասով դրա նպատակը ըստ իրանցի մասնագետի պարզ էր։ Եթե ոմանք ցանկանում են ստիպել Թուրքիային մասնակցել Իրանի դեմ որևէ տեսակի ագրեսիայի, Նախիջևանն ավելի լավ տարբերակ է դա անելու համար, Թուրքիայից օգնություն խնդրելու համար, քանի որ ցամաքային կապ կա Նախիջևանի եւ Թուրքիայի միջև, ինչը չկա Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև։ Այս բոլոր հարցազրույցներն ամբողջությամբ հասանելի են Alpha News-ի բոլոր հարթակներում, առաջարկում ենք դիտել սկզբից մինչև վերջ, որովհետև դրանցում ներհայկական ընկալումներից լայն դիտարկումներ են։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալ ենք ուշադրության համար։